Գիտեք, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը եւ նրա ղեկավարությունը միշտ հարձակողական բնույթի գործունեություն են ծավալել եւ այսօր էլ այդ սկզբունքը գերակայում է մեր գործունեության մեջ։ Ոչ միայն այն տեղերում, որտեղ որ իրական, այսպես զենքով մենք պետք է հարձակվենք, այլ նաեւ առօրյա գործունեության իրականացման բոլոր ոլորտներում նպատակների առաջադրում եւ հաստատակամ քայլերով այդ նպատակների իրականացում միջև վերջ, մենք որևիցե մեկի դեմ չենք պայքարում, մենք աշխատում ենք հանուն, եւ այդ հանուն աշխատանքի ընթացքում ով չի հասցնում, ով մեր սկզբունքներին դեմ է, ապա նրանք բոլորն էլ մեր շարքերից հեռանում են, ազատվում են այդ պաշտոններից։ Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, ես եւս մեկ անգամ ասում եմ, որ 94 թվականի հրադադարից հետո մենք այսպիսի արտահայտություն արեցինք կատակով, որ էստաֆետը փոխանցել ենք արտաքին քաղաքականությանը, դիվանագիտությանը, որ չտա Աստված, որ նորից այդ ամենը փոխանցվի զինված ուժերին։ Կարծում եմ, որ այս 20-ից ավելի տարիների ընթացքում կատարված աշխատանքը միջազգային ասպարեզում բերում է նրան, որ մենք իրոք կարողացել ենք մեր դիվանագիտության այսպես հմուտ գործունեությամբ պահպանել խաղաղ պայմանները հարաբերական, այսօր իհարկե որոշակի լարվածություն կա, բայց գտնում եմ, որ մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը կգտնի այն եզրերը, որ այդ լարվածությունը իջնի։ Իրավիճակը այն իրավիճակը չէ, որպեսզի մենք դիմենք ՀԱՊԿ-ի այսօրվա աջակցությանը, ես մեկ անգամ չէ, որ արտահայտվել եմ, ՀԱՊԿ-ի աջակցությանը մենք կարող ենք դիմել այն ժամանակ, երբ որ լայնամասշտաբ մարտական գործողություններ կստեղծվեն եւ մենք վտանգ կզգանք Հայաստանի անվտանգության ապահովման։ Այսօրվա իրավիճակում Ադրբեջանի հետ հարաբերություններում մենք որևիցե մի խնդիր չունենք։ Իսկ ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակի ճիշտ գնահատմանը եւ նաեւ դատապարտմանը հատկապես այն կողմին, որը որ խախտում է կատարում, դա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ին, այլ վերաբերում է նաեւ միջազգային բոլոր կառույցներին, իրոք որ այսօր այս ամենի, այս թափված արյան ուրեմն պատասխանատվությունը ընկած է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա, նրանց խղճի վրա եւ ես գտնում եմ, որ բոլորը պետք է սթափ գնահատեն այս իրավիճակը եւ նաեւ սթափ գնահատական տան դատապարտեն իրոք Ադրբեջանին, որոնք որ փորձում են լարում ստեղծել եւ իրենց համար, եթե գին չունի իրենց որդիների արյունը, ապա մեր համար յուրաքանչյուր զինծառայողի, յուրաքանչյուր մեր հայորդու թափված արյունը չափազանց այսպես գնահատելի եւ մեծ է։